Բարև ձեզ, եկեք միասին շարունակենք կրկին տեքստային խնդիրների դիտարկումը։ Հիմա դիտարկենք հետևյալ տեքստային խնդիրը։ Այն ժամանակահատվածում, երբ աշակերտը պատրաստում է 8 դետալ, վարպետը պատրաստում է 10 դետալ։ Ուրեմն աշակերտը պատրաստում է 8 դետալ, վարպետը պատրաստում է 10 դետալ, իսկ իրանք միասին պատրաստում են 18 դետալ։ Նույն ժամանակահատվածի մասին է խոսքը։ Հիմա առաջին հարցը, վարպետի արտադրողականությունը քանի տոկոսով է մեծ աշակերտի արտադրողականությունից։ Որպեսզի պարզենք, թե վարպետի արտադրողականությունը աշակերտի արտադրողականությունից քանի տոկոսով է մեծ, դրա համար անհրաժեշտ է, որ հասկանանք, թե աշակերտի արտադրողականությունը քանի տոկոսով պետք է մեծացնենք, որ գա ստանանք վարպետի արտադրողականությունը։ Այսինքն, պետք է փորձենք լուծել հետևյալ հավասարությունը 8 անգամ 100 գումարած p բաժանած 100 պետք է հասկանանք հավասար է p, այսինքն որ p-ի արժեքի դեպքում սա հավասար կլինի p-ի։ Եվ փորձենք սա միասին ուրեմն լուծել։ Թե ինչ, այստեղ եկեք ուրեմն 100-ը տանեմ աճ մաս, կստանամ ուստեղ է բացեմ միանգամից, այսինքն 800 8 անգամ 100 գումարած 8 անգամ p 8p հավասար է 1000 100 տանենք աճ մաս ստացվում է 8p-ն, եկեք վերևում գրեմ, 8p-ն հավասար է 200, չէ։ Այստեղից ստացվում է p-ն հավասար է 200-ը բաժանած 8-ի, որն էլ իր հերթին հավասար է 25%։ Այսինքն խոսքը գնում է 25%-ի մասին։ Լավ, անցնենք երկրորդ հարցին։ Քանի ժամ կծախսի աշակերտը այն առաջադրանքի վրա, որը վարպետը կարող է ավարտել 20 ժամում։ Տեսեք, վարպետը 20 ժամում, եթե վերցնենք միավոր ժամում է պատրաստում է 10 դետալ, այսինքն ժամանակահատվածում, որ ինքը պատրաստում է 10 դետալ, այսինքն 20 անգամ 10-ը պետք է բաժանենք 8-ի, որովհետև աշակերտը այդ ժամանակահատվածում պատրաստում է 8 դետալ։ Եվ այս էլ իր հերթին հավասար է 25։ Այսինքն այն ժամանակահատվածում, որ աշակերտը ծախսում է, վարպետը ծախսում է կնեք այն ժամանակահատվածում, քանի ժամ կծախսի աշակերտը, հա, այսինքն այն ժամանակ 20 ժամ կծախսի վարպետը նույնքան դետալ ստանալու համար, իսկ աշակերտը համապատասխանաբար կծախսի 25 ժամ, 25։ Լավ, եկեք երրորդը նայենք, բայց մինչև երրորդը նայել ես այս տարածքը մաքրեմ, որպեսզի կարողանամ հաշվարկներս արագ իրականացնել։ Okay, երրորդն ինչ ասում, քանի դետալ կպատրաստի վարպետ այն ժամանակահատվածում, որի ընթացքում աշակերտը կարող է պատրաստել 96 դետալ։ Տեսեք, աշակերտը կարող է պատրաստել 96 դետալ, իսկ իր արտադրողականությունը միավոր ժամանակի համար հավասար է 8-ի, այսինքն 96-ը պետք է բաժանեմ 8-ի։ Սա կստանամ միավոր իր արագությունը եւ այս ամբողջը բազմապատկելով 10-ով կստանամ թե այդ նույն ժամանակահատվածում վարպետը որքան դետալ կարող է պատրաստել։ Եվ սա իր հերթին բաժանելով 96-ը բաժան 8-ով ստանում ենք 12, 12 անգամ 10 հավասար է 120։ Այսինքն խոսքը գնում է 120 դետալի մասին։ Եվ չորրորդ հարցը։ Վարպետը եւ աշակերտը համատեղ պատրաստեցին 630 դետալներից քանիսն են պատրաստել վարպետի կողմից։ Տեսեք, իրանք համատեղ պատրաստել են 630 դետալ, հիմա պետք է հասկանանք, թե քանիսն է պատրաստված վարպետի կողմից։ 630-ը այս անգամ կբաժանենք 18-ի, որովհետև 10-ը դա աշակերտ վարպետի արտադրողականությունն էր, այսպես ասած, իսկ 8-ը աշակերտի։ Հետևաբար իրենց գումարը կլինի արդեն միավորը, եւ այդ արժեքները բազմապատկում ենք համապատասխանաբար վարպետի միավոր ժամանակահատվածում դետալի քանակով, այսինքն բազմապատկում ենք 10-ով, որն էլ իր հերթին հավասար է 350, այսինքն 350-ը պատրաստում է վարպետը, իսկ մնացածը արդեն պատրաստում է, այսինքն 350 պատրաստում է, մնացածը պատրաստում է աշակերտը։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր ունեք, մեկնաբանության դաշտում գրեք, իսկ դուք չմոռանաք բաժանորդել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ, մնացեք, կհանդիպենք։